Բարև ձեզ սիրելի բարեկամներ, եթերում Նոյան Տապանի գիտական Հայաստան հաղորդաշարի հերթական հաղորդումն է եւ այսօր ես ուզում եմ ձեզ ներկայացնել գյուտարար Տիգրան Հարությունյանին Վանաձորից, ողջունում եմ Տիգրան։ Բարև ձեզ, շնորհակալություն։ Դուք հետաքրքիր գյուտի հեղինակ եք, որը ես կարծում եմ մեր հանրապետության գրեթե բոլոր քաղաքացիները պետք է առնչված լինեին ձեր գյուտի հետ, քանի որ շատ հետաքրքիր մոտեցում էր ըմպելիքների համար։ Ես կարծում եմ, որ շատերն են օգտվում ուրեմն սուրճի, հյութի այդ առևտրական ցանցից եւ գնում են այդպիսի պրոդուկտներ։ Եվ այստեղ որքան էլ հետաքրքիր է, դուք նոր խոսք եք ասել, այնպիսի խոսք, որը որ գոյություն ունի ամբողջ աշխարհում, ես կուզենայի նախ ներկայացնեք ձեր գյուտի էությունը, հետո մենք խոսենք այդ գյուտի ներդրման եւ ներդրման դժվարությունների մասին։ Համեցեք։ Ուրեմն պատմեմ ինչպես առաջացավ մտահղացումը, նկատեցի, որ շատ պրոդուկտներ կան, որ ունեն շատ կարճ պահպանման ժամկետներ եւ անգամ հականեխիչների օգտագործմամբ իրանց դժվար է շուկա հանել, դրանցից էր մեղրաջուրը, ու հենց այդ գաղափարի շուրջ սկսեցի աշխատել այս նոր տարայի վրա եւ ստացանք այս նոր բաժակը, որը հանդիսանում է գյուտ, իր մեխանիզմը կայանում է նրանում, որ բաժակը բաժանված է երկու հատվածների եւ հնարավորություն ունենք առանց բաժակը բացելու նրա մեջի երկու խցիկների պարունակությունը հնարավոր է խառնել իրար։ Ու այսպես իրան մի հատ ցույց տամ, այսպես խառնվում է։ Այս պահին 3-ը մեկում սուրճ էր ներկայացված։ Ամբողջ իր առավելությունների շարքի մասին խոսեմ, իր մեջ չի օգտագործվում կոնսերվանտներ, որովհետև դրա անհրաժեշտությունը չկա եւ խտանյութերը ունեն երկար պահպանման ժամկետ եւ ճիշտ ֆիլտրված հեղուկները ունեն ավելի ճիշտ ջուրը եւ մենք իրան ոնց որ նախատեսում ենք կամ կանխատեսում ենք որոշակի սֆերաներ, որ հնարավոր է օգտագործել, նաև ենթադրում ենք, որ իրան կարելի է եւ փորձել ենք նաև օգտագործել կոկտեյլային ինդուստրիայի մեջ, այսինքն որոշակի սպիրտային լուծույթների օգտագործմամբ հականեխիչներ չօգտագործելը եւ երկար պահպանման ժամկետը եւ ամենակարևոր առավելությունը, որ հաճախորդը ըմպում է թարմ ըմպելիք, այն ըմպելիքը, որը ինքն է իր ձեռքով պատրաստել, այլ ոչ թե մի շաբաթ կամ մի ամիս պատրաստած սուրճը, որի մեջ հագեցած հականեխիչներ կան։ Ունի երկու խցիկ, որոնք իրար հետ կապ չունեն։ Այդ երկու խցիկներում մի խցիկում ջուր է, մյուս խցիկում տարբեր տեսակի նյութեր կարող են լինել, սուրճ կարող է լինել, հյութ կարող է լինել, սիրոպներ կարող են լինել եւ այլն։ Եվ փաստորեն բաժակի նոու-խաուն նրանում է, որ փաստորեն հեշտությամբ դուք կարողանում եք այդ երկու մասերը խառնել իրար եւ ստացվում է, որ այդ ընդհանուր հեղուկը շատ ավելի երկար կարելի է պահպանել առանձին կոմպոնենտներով, քան միասին խառնված իրար, եթե ճիշտ եմ ես հասկանում։ Միասին խառնված պահելու համար ներկա պահիս ընկերությունները օգտագործում են հականեխիչներ։ Հականեխիչ նյութեր են լցնում, որպեսզի մի քիչ գոնե երկար պահպան։ Ունենան երկար պահպանման ժամկետ։ Համեմատություն կա, ասենք օրինակ խանութներում ծախվող մի բաժակով այդ սուրճի կամ ասենք հյութի պահպանման եւ ձեր բաժակով պահպանման։ Օրինակ շուկայում սուրճի արտադրության հետ կապված հիմնականում այնտեղ երևի 40 օր է իրանց պահպանման ժամկետը ու մեջը իրոք հագեցված կոնսերվանտներով, այդ կոնսերվանտների վնասակար բաներից աշխատում են քիչ խոսեմ, որովհետև դա խանգարում է շուկայում։ Բայց իրականում դրանք կան, դրանք ազդում են նաև համային ռեցեպտորների վրա, համի վրա են ազդում։ Բաժակի թափանցիկությունը նաև իր մարքեթինգային բանից է, որ այսինքն սուրճ խմողը ինքը տեսնում է ինչ առավ, ինչ խմեց, մենք այսօր շուկայում չունենք նմանատիպ սուրճ բաժակով, որը թափանցիկ է, որը
հաճախորդի համար ավելի վստահելի ու հավատալի է իր բաղադրությամբ։ Ընդհանուր առմամբ գյուտը շատ պարզ է եւ միևնույն ժամանակ շատ օգտակար։ Այդ պարզությունը գյուտի տալիս է հնարավորություն, ես ենթադրում եմ, որ պիտի տա հնարավորություն, որ դա շատ ավելի հեշտությամբ տեղ գտնի մեր արտադրողների մոտ, այսինքն արտադրողները դիմեն ձեզ այդ պատենտը ստանալու համար, որպեսզի իրենք իրենց արտադրանքի մեջ այս գաղափարը օգտագործեն։ Ինչու՞ն է հիմնական խնդիրը ձեր կարծիքով։ Իրականում ոնց որ դեռ շատ տարածում չի գտել, այսինքն այդ know-how-ն շուկայում իր մրցակցային առավելությունը դեռ չի ցուցադրել, այսինքն մենք փորձարկում արել ենք ոնց որ այս թեյերի հետ կապված եւ մեղրաջրի հետ փոքր շուկայում ու ունեցել ենք հաջողություններ, այսինքն մեր կանխատեսված Վանաձորում, այո, մեր սուղ պայմանների հետ կապված քիչ մարքեթինգային բանով, ոնց որ նաև թիրախավորման բանը եղել է միջին, ավելի ճիշտ 30-ից ցածր տարիքի խմբերի հետ կապված, այսինքն know-how-ն հեշտ ընկալում են ավելի շատ երիտասարդները ու իրանք շատ ավելի հեշտ օգտագործում են, քան մեծերը։ Ես այսպեսի մի հարց տամ ձեզ, դուք կարծես թե այս գաղափարը սկսել եք մեղրաջրով։ Այո։ Բայց մեղրաջուր խմելու մշակույթ մենք ունենք որպես այդպիսի։ Գաղափարը ոնց ա եղել, իմ ընտանիքում խմում ենք մենք բոլորս ու սա գաղափարը ծնվեց նրանից, որ տղաները Սարավոտյան ասում էին, խնդրում ենք մեզ մեղրաջուր տուր, տենց սարքում ենք բան, ամբողջ մտահղացումը տեղից ծնվեց էլի մեղրաջրի։ Հա, բայց այսպես համընդհանուր մեղրաջուր, ինչու չկա մեղրաջուր վաճառքով Հայաստանի խանութներում ասեմ։ Այ ասեմ, այ մեղրաջուրը անգամ կոնսերվանտների արկայությամբ չի հնարավոր եղել պահպանել, որովհետև մեղրը տենց սպეციფիկ։ Շատ արագ։ Հա, արագ փչացող, այսինքն ինքը այդ բանը պետքա սարքես խմես ու ավելի շատ պրոդուկտներ կան, որ տենց խառնված երկար կյանք չունեն, էլի։ Դրանցից մեղրաջուրն է։ Հիմա որ փուլում եք հիմա գտնվում, ես հասկացա, որ դուք ունեք փոքր արտադրություն, ունեք վաճառք Վանաձորում, ինչն է ձեր խանգարում ընդհանրապես ընդլայնել այդ արտադրությունը եւ եք հարցին մոտենանք մյուս կողմից, գյուտարարների տեսանկյունից, արդյոք Հայաստանի Հանրապետությունը այն երկիրն է, որտեղ գյուտարարը կարող է հաջողությամբ իր գյուտերը իրականացնել, մտցնել շուկա, շահույթ ստանալ դրանից եւ շարունակել ստեղծագործել։ Շատ լավ հարց է, իրականում շատ դժվար է Հայաստանում լինել գյուտարար, որովհետև ընդհանրապես ոչ մի տիպի ոչ պետական աջակցություն կա, ոչ էլ գործիքներ կան, որպեսզի նորարարության հետ կապված գնահատականներ տրվի, այսինքն հիմա ինչը որ ես ներկայացնում եմ, դա ավելի շատ մասնագետներ, այսինքն արտադրողն է հասկանում իր խնդիրները ու որոշակի մասնագիտական ոնց որ գնահատականի կարիք կա, էլի, ոչ գնահատման մեխանիզմ ունենք, ոչ էլ նորարարությանը աջակցելու մեխանիզմ ունենք, չնայած մեր երկրում շատ ոլորտներ կան, որ տենց պետական հովանավորչությունից զուրկ են մնացած, բայց նորարարությունը կարծում եմ երևի ամենաանհրաժեշտ պետքա երևի այսօրվանից մտածենք կամ պետքա դեռ երեք մտածենք, որ մեր որ միշտ բարձեցել ենք, որ հայերը այսպիսի բաներ են ստեղծում, այդպիսի բաներ են ստեղծում, թե գյուտարարություն կա մեր մեջ նոր բաներ ստեղծելու, բայց մենք մեր այդ արժեքները չենք կարողանում լավ պահպանել եւ լավ տարածել աշխարհում։ Մի քիչ դժվարություն կա այդ ամեն ինչի մեջ, բայց հայկական համայնքը աշխարհում տենց մեծ տարածում ունի, բայց ըստ երևույթին պետք է ինչ-որ տենց բան անենք, որ հենց այդ գնահատականից սկսի, էլի, այսինքն ինչ-որ ստեղծված արժեքները ոչ թե արժեզրկենք, այլ որոշակի գնահատականի բերենք, օրինակ ես վերջերս տենց ոնց որ մի ընկերություն կար, տենց ներկայացրեց, որ համահայկական պրոդուկտի մրցույթ է, մենք էլ դիմեցինք այդ մրցույթին,
Պարզվեց, որ իրանք ընդհանրապես crowdfunding-ով հնարավոր է օգնեն այդ մրցույթի հաղթողներին, մենք էլ միանգամից օգտագործման բաժակներով ենք, որոնք crowdfunding չեն լինում աշխարհում, թե ոնց որ միանգամից մերժում ստացանք, այսինքն մենք կարիք ունեինք այդ գնահատականի, որ համահայկական պրոդուկտների մեջ մենք էլ լինենք, այսինքն այդ գնահատականը ոնց որ բավականին հիմք է ստեղծում հարաբերվելու եւ գործարարների եւ չգիտեմ Որքան ես հասկանում եմ, դուք այս գաղափարը պատենտավորել եք համաշխարհային պատենտի ձևով, այսինքն եւ Հայաստանում եւ արտերկրում, այսինքն կա, եթե հայկական պետական մարմինների մեջ լինեին այնպիսի մարմիններ, որոնք որ շահագրգռված լինեին Հայաստանի, ասենք նույն պատենտի արտահանման եւ պատենտի հիման վրա ուրեմն այլ երկրներում արտադրություններ իրենց առաջարկելու վրա մենք կունենայինք բավականին մեծ եկամուտներ, քանի որ այսպիսի բաժակներով կետաքրվեին նաեւ համաշխարհային խոշոր ընկերությունները իրենց արտադրանքը ավելի այսպես մատչելի առանց կոնսերվանտների ավելի համային լավ հատկություններով ներկայացնելու համար Ամերիկայի Միացյալ Նահանգներում այնտեղ իրենց արևտրի նախարարությունը ուղղակի իր խնդիրն է համարում տեղի արտադրողների եւ յուտարարների այդ արված գործը աշխարհին ներկայացնելու, որովհետեւ պետությունը դրանից ստանում է որոշակի եկամուտներ։ Մեզ մոտ նման բան չկա։ Արդյոք դուք փորձել եք սա ինչ որ ձևով համաշխարհային ընկերություններին ներկայացնել տարբեր երկրներում։ Ուրեմն կարևորը լավ մարդկանցով ենք շրջապատված, իրականում ես համ իմ ընտանիքը, համ իմ ընկերները բոլորը նպաստել են, որ այս ամեն ինչը ծնվի, ուրեմն այս ընկերների միջոցով այս բաժակները մասնակցել են ցուցահանդեսի Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ Coca-Cola-ի աշխատակիցները մոտեցել են, թե զարմացած, հիացած, ասել են մի քիչ շուկայում մեծացեք, մենք կգանք ձեր հետևից, իրականում ոնց որ մտածվել է, որ դեռ փորձված չի այս ամեն ինչը կամ շատ կարևոր է ով է մոտենում, հա, աշխատակից ասածը մեզ մար հարաբերական տես հա, նաև ասենք այն խոշոր Angry Birds ընկերություն կա, որը մանկական տես եւ ֆիլմերի արտադրությամբ եւ մանկական տես տարբեր զանազան պրոդուկտների արտադրությամբ զբաղված, նաև առաջարկել է, որ իր բանը բրենդը մեզ էլ տրամադրի, որպես մանկական տես պրոդուկտ։ Այսինքն սա կարելի է նույն հաջողությամբ օգտագործել մանկական սննդի համար։ Այո, ես մի անգամ խոսում էի մի հատ շատ լավ կիներ, թե ոնց որ սկզբից խոսեցինք, իրանք ֆարմացևտիկ ընկերություն ունեն, հա, որ տենց ներկայացրեցի բան, հետո ներկայացրեցի, որ ինքը ֆարմացևտիկայի մեջ հնարավոր օգտագործվի, հետո տենց խոսեցին, ասացա, որ մանկական կերերն էլ հնարավոր նման մեխանիզմով հասցնել սպառողին, այսինքն այն մայրիկներին, որոնք ունեն երեխեքին կերակրելու սննդային փոշիներով կերակրելու խնդիր, նման բաժակներում հնարավոր է, էլի որոշակի չափաբաժիններով ունենալ արագ օգտագործման համար նախատեսված, դու չենք նախատեսը, որ ամբողջ շուկայի 90%-ը դրանից պետք է լինի, նախատեսում ենք, որ շուկայի 5%-ն է հարկավոր, որ մարդը շտապ օգտագործելու պարագայում ունենա նմանատիպ մտնի խանութ, առնի, գնի եւ կերակրի երեխային եւ այդ ֆարմացևտիկայի հետ կապված նաեւ միտքը գալիս է որտեղ կարելի է նաեւ էլի կիրառել, նաեւ մենք տեսնում ենք ոլորտը, որ փոշիացված սննդային, սպորտային սնունդը մինչեւ այսօր դեռ տարաներ տենց հարմար չունի իրան, ինքը բաժանվում է մեծ բանկաներով, սպորտսմենները վերցնում են քթալով, լցնում են իրանց շեյքերների մեջ, տես թափահարում են, ոնց որ քանի որ չի եղել տարա, հենց մշակույթ են սարքել իրան օգտագործելու, հնարավոր է օգտագործել նաև այդ ոլորտում։ Բաժակը տեսնում ենք ըստ որ տարբեր երկրների հետ շփվում ենք, նայում ենք ըստ իրանց տեղանքի, ասենք ցուրտ տեղերը կարելի է ավելի շատ կոկտեյլային բան անել, սննդային անել, տաք տեղերը ավելի շատ սառը, ըստ
ըստ երկրի, ըստ իրանց պահանջների հնարավոր է կիրառել։ Շատ լավ, իսկ հայկական պետության, ասենք էկոնոմիկայի նախարարությանը կամ որևէ նույնիսկ ես չգիտեմ էլ ինչ թվարկեմ այն պետական մարմինները ում սակայել էր ներկայացնել համապատասխան աջակցություն ստանալու համար, թեկուզ ասենք նույն բարձր տեխնոլոգիաների նախարարությանը, չնայած սովորաբար նրանք ավելի շատ այսպես տարբեր application-ների, համակարգչային բաների վրա են, բայց այնուամենայնիվ այսպիսի բաները օժանդակություն, շուկա դուրս գալու հնարավորություն եւ այլն ինչ ունենք մենք այս պայմաններում։ Ուրեմն որ ամեն ինչը սկսում էի, իրականում ֆինանսի մեծ կարիք կար ու փորձեցի թակել բոլոր դռները եւ էկոնոմիկայի եւ ֆինանսների անգամ առողջապահության նախարարությունն եմ դիմում գրել որ ֆարմացևտիկայի մեջ հնարավոր է օգտագործել մեզ ուղղորդեք որոշակի ընկերությունների կամ թողեք մենք պրեզենտացիաներ անենք բոլոր տեղերը դիմել եմ եւ վարչապետին եւ համայնքապետարանը եւ մարզպետարանը մեր ինչ հնարավոր կառույց կար բոլոր տեղերը գեղեցիկ գրավոր ձևակերպել եմ մեր նորարարությունը եւ դիմել եմ ու թենց բոլոր կողմերից եկել է թենց ոնց որ մերժողական մենք հնարավորություն չունենք, մենք նախատեսված ֆոնդ չունենք, բան թենց վարչապետի եւ էկոնոմիկա նախարարության կողմից գրություն եկա որ դրանով կզբաղվի էկոնոմիկայի նախարարությունը, այնտեղից էլ գրեցին որ մենք ցեզ ոչնչով չենք կարող օգնենք ու թենց այդ թղթերը պահպանում եմ էլի Շատ լավ, իսկ փորձել եք հայկական համայնքի միջոցով արտերկրում փորձել էլի հասնել նմանատիպ բաների, որովհետև այո մենք գիտենք, որ մեզ մոտ բյուրոկրատիան շատ բարձր է եւ ամենավատն այն է, որ բյուրոկրատիան հայկական ներուժի նկատմամբ որոշակի նեգատիվ վերաբերմունք ունի, այսինքն նրանք ովքեր վերևում են իրենց կարծիքով Հայաստանում ընդունակ չեն այնպես նոր բան, համաշխարհային մասշտաբի նոր բան կամ նոր նոու-հաուներ անելու ուստի մենք դրա համար չունենք ոչ մի բան, ասենք մարդիկ գյուտ են անում կամ ասենք որևէ սարք են հորինում, բայց միևնույն ժամանակ Հայաստանում չկա որևէ տեղ, որ տանես սերտիֆիկացնես դա եւ այդ ամբողջը լավագույն դեպքում, եթե հաջող պատմություն է ստացվում, գնում է հարստացնելու որևէ այլ երկրի, ասենք համապատասխան ստորաբաժանումները։ Հիմա սփյուռքի միջոցով գուցե մենք փորձենք այս գյուտը փորձենք առաջ խաղացնել կամ թեկուզ գտնենք գումար, որը որ հնարավոր է ներդնել համատեղ ձեռնարկության մեջ եւ սա դարձնել այսպես թեկուզ սկզբնական շրջանում հայաբնակ շրջաններում Հայաստանում, ասենք մեծ գաղութներում հայկական ուրեմն իր սփռման մակերեսը եւ իր այդպես ներկայացման հնարավորությունը բաժակի մեծ եմ տեսնում, ես ոլորտներ թվարկեցի, որ շատ են, իրականում մեկ որ ասում են, բա դեր մի արտադրությունը, բան արտադրական process-ներն ասում եմ հասկանում եմ, բայց իրականում մենք չենք կարող ամեն ինչ արտադրենք ու չենք կարող խոսքի ամենտեղ արտադրենք։ Հենց պետքա մեզ այդ մեր ներուժը օգտագործենք, չգիտեմ ազգային ներուժը օգտագործենք, չգիտեմ ոնց ասած այդ մեր սփյուռքը օգտագործենք, որովհետև որ կարողանանք ենթադրենք ինքը քանի որ մատչելի է բաժակը, խոսքը կարող է Հնդկաստանում շատ ավելի ինքը գրավիչ լինի, համ սակավաջուրա, համ թենց ոնց որ ինքը ավելի էժան բանա կամ Աֆրիկայից ենթադրենք շատ ավելի մեծ եկամուտներ ունենան, քան խոսքի Եվրոպայում, չգիտեմ սպորտային սննդից օրինակ։ Այո։ Իրականում ոնց որ այդ կարիքը կա էլի թենց մեծ եւ ներդրումների եւ հարաբերությունների եւ քանի որ չգիտեմ կարող է մեկ-մեկինս իմ միջավայրում ասում են մեծամիտ խոսում ես բայց ժամանակը եթե մենք է չօգտագործենք ժամանակը պահանջ ունի նմանատիպ պրոդուկտների այսօր Ամերիկայում արդեն սրանից դե արդեն 18 թվականից որ այս ամեն ինչը ես չարչարում եմ անցել է համարյա 7 տարի Ընդեղ էլ կա պերկար խոսում էինք ոնց անենք, ինչ անենք, դե այդ ամեն ինչը կա, մեկ էլ այսքանի օրը խոսում եմ, ասում են շուկան լցրել են շշերով էլի, տենց որ շշի կափարիչը ունի իր մեջ, տենց
որոշակի փոքր չափաբաժին պարունակող տենց պուրավետիչներ, հա, տենց ոնց որ մեր բաժակի հնարավորությունն է նա, որ խոսքի ասենք կարանք սա շատ տարբեր չափերի անենք, ասենք կարա այս վերևի, այս ներքևի մասը շատ ավելի մեծ լինի, քան վերևի, Այո, հա, իր հնարավորությունը ոնց որ տենց մի քիչ ավելի լայն, հա, ու որ ասում են, որ արդեն կա նմանատիպ տենց պրոդուկտներ, ու ասում եմ դա ոնց որ մեզ մար ինդիկատոր է, որ աշխարհը գնում է այդ նորարարություններին, այսինքն դրա կարիքը կա, էլի, ոնց որ մենք էլ պետք է այդ կարիքին համահունչ երբևէ որևէ առաջարկություն չեք ստացել Սփյուռքից կամ Հայաստանից գործարարներից, որոնք առաջարկ էին ներդրում կատարել ձեր այս գաղափարի մեջ եւ զարգացնել այն։ Տենց ոնց որ փորձ էր արվել, հա, համ իրանց կողմից, համ մեր կողմից, չգիտեմ դեռ ոնց որ դեռ որ չունենք։ Շատ լավ։ Ինչ կցանկանայիք հաղորդման վերջում ներկայացնել մեր հեռուստադիտողներին հաշվի առնելով, որ այս հաղորդումը դիտում են եւ Հայաստանում, եւ Սփյուռքում, եւ կարող է պատահել դիտեն հենց այդ մարդիկ, ովքեր կարող են ձեզ օգտակար լինել այս ուրեմն նորարարությունը կյանքի կոչելու համար։ Ուրեմն ես կուզեմ բոլորին ողջունեմ, մենք պետք է երևի հայերով իրար շատ պահենք, իրար բարձրացնենք, միշտ մեկ ասում եմ ուրիշ իրա վատ ենք, հանկովաբան նման, մենք մեր լավը մի քիչ դժվար, մենք չնայած մի քանի բլոգերներ ոնց որ բաժակը, որ գցել էին, տենց գնել էին, գցել էին բան, ունդեղ այդ կոմենտների տակում մեր հայերի վերաբերմունքը, այդ դրական այդ բանը, տենց էներգիան, միշտ մեր հետ է, ես ոնց որ որպես գյուտարար, գյուտից հետո ահագին գործ կանելու, արդեն գալիս է որպես բիզնեսմեն, հա, այսինքն մարդ, որը ոչ թե գյուտով ազբաղված, այլ այդ գյուտա ռեալիզացիայով, մի բավականին ես էլ ինքս ոնց որ այն ճանապարհին եմ, որ զարգանամ եւ բավականին տենց հարստացել եմ այս տարիների ընթացքում, մենք իմ կողմից մշակված բիզնես պլան ունենք եւ տեղական շուկայի զարգացման եւ պլաններ ունենք աշխարհում որոշակի ցուցադրելու եւ տենց պլանավորված process-ներ ունենք ու ասեմ որ մենք բաց ենք եւ ավելի գրագետ պատրաստ ենք համագործակցելու հաղորդակցվելու ցանկացած եւ ներդրողի եւ աջակցողի կուզենաք ձեր հեռախոսահամարը ներկայացնեք մեր հեռուստադիտողներին, որպեսզի հնարավորություն ունենան կապվել ու տեսեք։ Մենք շատ բաց ենք մեր եւ թիմով եւ ես ինքս ու տենց պատրաստ ենք, էլի կարիք ունենք տենց ավելի մեծ, ավելի լայն մենք ոնց որ ավելի շատ տենց միշտ ասում են, բա ոնց է այս փոքր բան, տենց այս product-ը տենց ոնց որ անընդհատ ոնց որ ուղղություններ կա, որ պետք է մի կողմի վրա կենտրոնանաս, ավելի լայն ենք տեսնում իր ոնց որ ապագան ու տենց ոնց որ ավելի կենտրոնացված ենք այդ լայն հարաբերությունների ու շփումների վրա։ Շատ լավ, մենք ուրեմն հաղորդման YouTube-ում հաղորդման ներքևի հատվածում կգրենք ձեր հեռախոսահամարը, դուք կարող եք հայտնել ձեր հեռախոսահամարը հիմա բանավոր, եթե ուզում եք, եւ ուրեմն եթե հետաքրքրող լինեն, կարող են դիմել կամ մեզ նոյանտապան խմբագրություն, մենք հնարավորություն կտանք պարոն Տիգրան Հարությունյանի համարը ուրեմն հեռախոսի իր հետ կապվելու եւ ուրեմն ինչ որ առաջարկություններ անելու։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել հետաքրքիր զրույցի համար, սիրելի բարեկամներ, սա եւս մի անգամ առիթ եղավ, որպեսզի մենք հիշենք, թե որքան անպաշտպան են յուտարարները Հայաստանում, որքան քիչ է պետությունը ուշադրություն դարձնում հայկական յուտարարության վրա, որքան քիչ է հավատում մեր պետությունը հայկական ներուժին եւ գուցե այս հաղորդումը եւս դառնա մի աղազանք, որ հարկավոր է, որպեսզի մենք ուրեմն Հայաստանում ունենանք մեկ մարմին, որտեղ կարողանան դիմել գյուտարարները, որը հնարավորություն ունենա գնահատի այս կամ այն գյուտի պոտենցիալը, իր հնարավորությունները եւ մաքսիմալ օժանդակություն ցույց տա գյուտարարին իր
ուրեմն ստեղծագործական գործի մեջ, որպեսզի իր գյուտը դառնա արտադրանք։ Այսքանով ուզում եմ ես հաղորդումը ավարտել, բախտում եմ ձեզ ամենայն բարիք եւ մինչեւ նոր հանդիպում։